Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Այսօր Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսի գլխավորած պատվիրակությունը Վենսը Հայաստանում կլինի փետրվարի 9-ից 10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան։ Սա Հայաստանի անկախացումից ի վեր ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է մեր երկիր։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարներ Ջեյմս Բեյքերը եւ Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, սակայն Միացյալ Նահանգների փոխնախագահի մակարդակով սա առաջին այցն է։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նախորդին հայտնել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերտը եւս Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսի հետ միասին այցելում է Հայաստան ու Ադրբեջան։ Պետդեպից նշվում է, որ նրա այցը Հայաստան ու Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին ու թրիփի առաջ խաղացմանը։ Պաշտոնական Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում որոշ փակագծեր է բացել այս այցի հետ կապված։ Նա նախ նշել է, թե ինչ ուղերձ է իր մեջ պարունակում այս այցը։ Ըստ նրա այցը համարվում է ուղերձ ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլև ամբողջ Հարավային Կովկասին։ Այս ուղերձը կարծում եմ ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև ընդհանուր Հարավային Կովկասին։ Միացյալ Նահանգները պատասխանատու է իր ստանձնած հանձնառությունների համար, որպես վկա, օգոստոսի 8-ից հետո, իսկ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում մենք շարունակում ենք խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը պաշտոնական Վաշինգտոնի հետ եւ վստահաբար այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ, որոնք ել ավելի կխորացնեն այս հարաբերությունները եւ թույլ կտան նոր ոլորտներ անգամ բացահայտել մեր համագործակցության։ Կարծում եմ, որ բավականին կարեւոր եւ ազդեցիկ այց ենք ունենալ։ Պարոն Կոստանյան, այսինքն այն գնահատականները թե տարածաշրջանում, թե մեր ներսում, որ Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանը էական չի, երկրորդական կարևոր չի, ռազմավարական չի, պատվիրակել են Թուրքիային եւ այլ, սա այն ուղերձն է, որ սա մեր համար ռազմավարական ուղղություն է։ Տեսեք, փաստերը այլ բանի մասին են խոսում։ Նման ծավալի ներգրավվածություն օգոստոսի 8-ից հետո ինչ Միացյալ Նահանգներն է ունեցել, խոսում է նրա մասին, որ շատ կարևոր են այս հարաբերությունները։ Ընդհանրապես մի քանի օրինակ թերևս եթե բերեմ, Հայաստանի Հանրապետություն այցերը, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա ընթացքում, տարվա երկրորդ կեսին, այս տարվա սկզբում, դրանց մեծ մասը տեղի ունենում շատդաունի պարագայում, երբ որ Միացյալ Նահանգներում չկար հաստատված բյուջե, իսկ այս դեպքում, երբ որ չկա հաստատված բյուջե, ապա միայն կարևորագույն այցերն են, որոնք արտոնվում են, որպեսզի տեղի ունենան Վաշինգտոնից դուրս, իսկ Հայաստանում այս ընթացքում բարձրաստիճան պատվիրակությունների պակաս Միացյալ Նահանգներից չի եղել եւ կարծում եմ տարվա ընթացքում էլ նոր բավականին կարևոր այցելություններ եւ հանդիպումներ կշարունակեն տեղի ունենալ։ Իսկ ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք այն մասին, որ պատվիրակված են, այսպես ասած, այդ հարաբերությունները այլ պետությունների, կարող եմ փաստել հակառակը, որ մենք շատ դինամիկ, ակտիվ երկկողմ շփումների մեջ ենք գտնվում մեր Միացյալ Նահանգների գործընկերների հետ եւ նախորդի հունվարի 13-ին տեղի ունեցած հանդիպումը արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղարի եւ դրա արդյունքում ստորագրված նաև համատեղ հայտարարությունը, որով թրիփի նոր որոշակի մանրամասներ բարձրացան, դրանք էլ են խոսում նրա մասին, որ ունենք բավականին ակտիվ երկխոսություն։ Կոստանյանը հավելել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է նախորդ տարվա օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մասնավորապես իր միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության ամրապնդման, առևտրի ներդրումների ու տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։ Սա նախ եւ առաջ, ինչպես նշեցի, ցույց տալու համար եւ քաղաքական ազդակ հաղորդելու համար, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել իր միջնորդությամբ կամ իր վկայությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին
Եվ նախկինում մինչև նախորդումվար մենք Միացյալ Նահանգների հետ ֆորմալ առումով չենք ունեցել ռազմավարական բնույթի հարաբերություններ, որոնք այս պահին ունենք եւ որոնք ավելի են խորանում։ Հիմա այցի ընթացքում բավականին նոր հայտարարություններ էլ կհնչեն, որոնք ավելի կլայնացնեն հարաբերությունների շրջանակը։ Նա նաև մասնավորեցրել է, թե կոնկրետ ինչ ոլորտներում դրական մեծ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հարցի արդյունքում։ Մենք այս այցի շրջանակներում մի քանի նոր ոլորտներ կան, որտեղ կարող ենք զարգացնել հարաբերությունները, դրանցից մեկը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունն է, որի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու։ Մեծ կարևորություն է տրվելու նաև այն պայմանավորվածություններին, որոնք օգոստոսի 8-ին էին ձեռք բերվել եւ հուշագրեր էին կնքվել էներգետիկայի, կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության գծով, այստեղ էլ կարծում եմ լավ նորություններ կունենանք եւ հայտարարություններ կհնչեն։ Ինչպես նաեւ նոր ոլորտներ են մատնանշվում համագործակցության թե անվտանգային եւ թե օրինակ հանքանյութերի կրիտիկական միներալների հետ կապված։ Թրիփը 43 կիլոմետր երկաթուղի եւ ճանապարհային միջանցք է Հայաստանի տարածքով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ եւ կբացի նոր առևտրային ուղի կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Այցի ընթացքում քննարկվելու են կոնկրետ քայլեր, նախագծի իրականացման, ընկերության ստեղծում, կառավարման եւ վերահսկողության կանոններ, ֆինանսավորման աղբյուրներ, անվտանգության ռիսկերի գնահատում, շինարարության փուլեր, ժամկետներ եւ պատասխանատվություններ։ Սա կխթանի առևտրի, էներգետիկայի, լոգիստիկայի եւ թվային կապերի ամրապնդմանը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները տեսնում է սա որպես խաղաղության ու տնտեսական աճի գործիք։ Բացի այդ, քննարկվելու են նոր միջուկային կայանի կառուցման որոշումները օգտագործվող տեխնոլոգիաների, ֆինանսական անվտանգության ստանդարտների, ժամկետների ու տեղական մասնագետների պատրաստման հետ կապված։ Սա կապված է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ու համակարգի կայունության հետ։ Քննարկվելու են կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության ոլորտներում հեռանկարները։ Միացյալ Նահանգները ցանկանում է խորացնել հարաբերությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչը կարող է ներառել ներդրումներ ու գործընկերություններ Հայաստանի հետ տարածաշրջանային տնտեսական աճի համար։ Այցի ընթացքում սպասվում են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ հնարավոր նոր համաձայնագրերի ստորագրում։ Միացյալ Նահանգները ընդգծում է, որ սա կխորացնի ռազմավարական գործընկերությունը։ Նոր միջուկային կայանի կառուցման որոշումները կապված են Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ու համակարգի կայունության հետ։ Այս համագործակցությունը կենտրոնացած է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման վրա եւ կապված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման հետ, հատկապես Մեծամորի հին ԱԵԿ-ի փոխարինման հետ։ Սա Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի ակտի 123-րդ բաժնի շրջանակներում կնքվող երկկողմանի համաձայնագիր է, որը ստեղծում է իրավական հիմք խաղաղ միջուկային տեխնոլոգիաների, տվյալների եւ գիտելիքների փոխանակման համար։ Սա թույլ է տալիս Միացյալ Նահանգներին արտահանել միջուկային տեխնոլոգիաներ այլ երկրներ։ Հայաստանի դեպքում համաձայնագիրը նպատակ ունի դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները, նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից եւ անցում կատարել ցածր ածխածնային մրցունակ էներգետիկ տնտեսության։ Փոխնախագահ J.D. Vance-ի այցը կարող է դառնալ այս համաձայնագրի ստորագրման առիթը, քանի որ Հայաստանը ակնարկում է եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության նախընտրության մասին։ Հայաստանը խոսում է մոդուլային միջուկային կայանի կառուցման իրավունքը Միացյալ Նահանգներին վերապահելու մասին։ Համաձայնագրի կնքումը կարող է տևել մի քանի ամիս կամ տարի, քանի որ պահանջվում է Միացյալ Նահանգների կոնգրեսի հաստատումը։ Ինչու է անհրաժեշտ նոր միջուկային կայանի կառուցումը։ Հայաստանը պլանավորում է փոխարինել Մեծամորի հին ատոմակայանը նորով մինչև 36 թվականը, քանի որ հին կայանը հնացած է եւ չի համապատասխանում ժամանակակից անվտանգության չափորոշիչներին։ Այսպիսով նոր կայանը կապահովի էներգետիկ կայունություն եւ կբավարարի ապագա պահանջարկը։ Հիմնական առաջարկը փոքր մոդուլային ռեակտորների կառուցումն է, որոնք ավելի անվտանգ են, ճկուն ու արագ են կառուցվում։
եւ այս համագործակցությունը կարող է ներառել Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությունը։ Միացյալ Նահանգները արդեն խոստացել է 145 միլիոնի օգնություն Հայաստանի էներգետիկ նախագծերի համար, ինչը կարող է ընդլայնվել միջուկային ոլորտում։ Ֆինանսավորումը կարող է լինել պետական մասնավոր գործընկերության մոդելով կամ միջազգային վարկերով։ Համաձայնագիրը պահանջում է ամենաբարձր ստանդարտներ, ինչը ներառում է անվտանգության խիստ կանոններ, ռիսկերի գնահատում ու միջազգային վերահսկողություն։ Նոր կայանի կառուցումը պլանավորվում է մինչև 36 թվականը։ Բանակցությունները կարող են ավարտվել 26-ին, իսկ շինարարությունը սկսվի 27-ից հետո, կախված համաձայնագրի ստորագրումից։ Համագործակցությունը ներառում է գիտելիքների ու տեխնոլոգիաների փոխանակում, ինչը ենթադրում է տեղական մասնագետների վերապատրաստում Միացյալ Նահանգներում կամ Հայաստանում։ Սա կօգնի ստեղծել տեղական փորձաքննություն եւ ապահովել կայանի երկարաժամկետ շահագործումը։ Սա կխորացնի Հայաստանի էներգետիկ անկախությունը, կնվազեցնի ռուսական կախվածությունը եւ կինտեգրի տարածաշրջանային նախագծերին, ինչպես TRIP-ը։ Այն կապահովի կայուն էլեկտրաէներգիա, կխթանի տնտեսական աճը եւ կօգնի անցում կատարել կանաչ էներգիայի։ Օրերս Վենսը մասնակցել է Critical Minerals Ministerial-ին, որտեղ քննարկվել է կրիտիկական հանքանյութերի եւ հազվագյուտ երկրային տարերի գլոբալ շուկայի վերափոխումը։ Միացյալ Նահանգները առաջարկում է ստեղծել առևտրային բլոկ դաշնակիցների միջև Չինաստանի գերիշխանությունը հակազդելու համար։ Հայաստանը նույնպես մասնակցել է այս կարևոր հանդիպմանը։ Վենսի այցի ընթացքում կարող է քննարկվել Հայաստանի դերը այդ բլոկում, ներառյալ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացում, ֆինանսավորում ու գների կայունացում։ Սա կապված է Միացյալ Նահանգների ռազմավարության հետ, ապահովելու արդյունաբերական հզորությունը եւ տեխնոլոգիական անվտանգությունը։ Միացյալ Նահանգներ-Հայաստան համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում ձևավորվում է գլոբալ մարտահրավերների համատեքստում, ինչպես Չինաստանի իշխանությանը հակազդելու եւ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումն ապահովելու համար։ Այս համագործակցությունը կապված է Միացյալ Նահանգների ռազմավարության հետ ապահովելու արդյունաբերական հզորություն ու տեխնոլոգիական անվտանգություն, հատկապես էլեկտրոնիկայի, վերականգնվող էներգիայի եւ պաշտպանության ոլորտներում։ Փոխնախագահ Ջերի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջ են քաշում գլոբալ շուկայի վերափոխման գաղափարը, ստեղծելով առևտրային բլոկ դաշնակիցների միջև։ Այս կարևոր հանդիպմանը Հայաստանը ներկայացել էր դեսպան Նարեկ Մկրտչյանի մակարդակով։ Այս մասնակցությունը ընդգծում է Հայաստանի պոտենցիալ դերը բլոկում որպես կրիտիկական հանքանյութերի մատակարար Կովկաս, Կենտրոնական Ասիա տարածաշրջանում։ Քննարկվել են Հայաստանի դերը մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման, ֆինանսավորման գների կայունացման մեջ, ինչը կապված է TRIP նախագծի հետ որպես առևտրային միջանցք։ Ինչ հանքանյութեր կարող է Հայաստանի Հանրապետությունը առաջարկել Միացյալ Նահանգներին, թերևս պղինձ ու մոլիբդեն։ Հայաստանը արդյունահանում է մեծ քանակությամբ պղինձ ու մոլիբդեն։ Միացյալ Նահանգները 25-ի կրիտիկական հանքանյութերի ցանկում ներառել է պղինձը որպես նոր հավելում։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը ակտիվորեն քարտեզագրում է նոր հանքավայրեր Հայաստանում, կենտրոնանալով որակի, չափի ու արդյունահանման հնարավորությունների վրա։ Մասնակցությունը Միացյալ Նահանգների բլոկում կարող է բերել միլիարդավոր դոլարների ներդրում, ստեղծել հազարավոր աշխատատեղեր ու բարձրացնել համախառն ներքին արդյունքը 1-ից 2%-ով, հատկապես նոր հանքերի զարգացմամբ մինչև 26-ից 27 թվականները։ Սա կխորացնի առևտրային կապերը, կդիվերսիֆիկացնի տնտեսությունը եւ կօգնի անցում կատարել կանաչ էներգիայի։ Եվ այժմ զրուցելու եմ Սիրիայում ՄԱԿ զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ, կապ ենք հաստատել Սան Ֆրանցիսկո։ Պարոն Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Եվ այսպես, պարոն Հակոբյան, այսօր այսպես խիստ եւ հույժ կարևոր այց է սպասվում Հայաստանի Հանրապետություն։ Նախ ձեր գնահատականը, եթե ընդհանուր ուրեմն դիտարկենք Վենսի այցը Հայաստան ու Ադրբեջան, Հայաստան-Ամերիկա կամ հայ-ամերիկյան հարաբերություններում ինչպիսի զարգացումներ կարող ենք ակնկալել առաջիկայում, այդ հարաբերությունները որքանով այսպես նոր մակարդակի կարող են հասցվել նաեւ այս այցի արդյունքներով ձեր գնահատականը նախ։ Իսկապես շատ կարևոր այց է, ու կարելի ասել, եթե փորձենք հիշել, ժամանակին Ջորջ Բուշը Վրաստան է եկել 2005 թվականին, Դիկ Չեյնին 2008-ին եկավ Ադրբեջան, փոխնախագահ, որը բավականին ուժեղ անձնավորություն էր, այն ժամանակ հետաքրքիր է, որ քննարկում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթատարի բացումից հետո եւ Ռուսաստանը, որ Վրաստանի դեմ ռազմական գործողություններ սկսեց, ինքը եկավ
նպատակներից մեկը Ռուսաստանը հայտարարել, որ այդ նավթատարին ձեռք տալ չի կարելի։ Այսինքն այդ նավթատար, գազատար ճանապարհներ Ամերիկայի համար այն ժամանակ էլ արդեն քրիտիկական էին։ Հիմա գալիս է Հայաստան, գալիս է Հայաստանից հետո Ադրբեջան, ու Հայաստանի հետ ունի իհարկե TRIP-ը խաղաղության պայմանագրի հետ կապված շատ խորը process-ներ Ադրբեջանի հետ, բայց նաև կա առանձին օրակարգային բազմաթիվ հարցեր, ինչպես դուք էլ ասեցիք, Հայաստանի հետ եւ առանձին Ադրբեջանի հետ։ Ու ինձ թվում է ամենակարևոր նաև էլեմենտներից մեկն է, որ Հայաստանը առանձին, Ադրբեջանը առանձին ինքնուրույն ճանապարհով ոնց որ եկել եւ հասկացել են, որ Ռուսաստանի հետ մենք դեռ այլևս ճանապարհ երկար չունենք անցնելու եւ ինչ որտեղ հենց ստացվել, որ Ամերիկայի մուտքը մեր տարածաշրջան, մեր միջոցով, մեր խաղաղությունը կառուցելով եւ նաեւ ինֆրաստրուկտուրային տրանզիտային համակարգերը զարգացնելով մեր ընդհանուր շահն է դարել։ Ընդհանուր առմամբ, պարոն Հակոբյան, եթե դիտարկենք Վենսի այցը, տեսեք, Մերձավոր Արևելքի ուղղությամբ Միացյալ Նահանգների նոր քաղաքականությունը ու դրա հետ կապված հարավային Կովկասյան, այսպես ասած, հարավային Կովկասի քաղաքականությունը որքանով են ուրեմն իրար հետ կապված, որքանով են շղթայված, որքանով են մեկը մյուսին լրացնում։ Իրեք շատ բարդ ու շատ բազմաշերտ process-ներ է Մերձավոր Արևելքում էլ եւ Հարավային Կովկասում էլ ընթանում, իրար հետ կապված են, այսինքն Թուրքիայի նոր դերն է այստեղ շատ կարեւոր։ Թուրքիայի եւ Իսրայելի քանի գնում է խորացող խնդիրներն են այդտեղ առանձին խնդիր։ Իրանն է բնականաբար, հա, Իրանը մեր անմիջական հարևանը, ամերիկյան նավատորմը Իրանից հարավում Պարսից ծոցում կանգնած եւ օր-օրի վրա սպասում են, որ հնարավոր է հարձակում լինի Իրանի հետ, ինչ տա կլինի։ Սիրիան ինչ որտեղ Թուրքիայի եւ Իսրայելի մեջ մասամբ բաժանվել է ու բան են ասում են մուսուլմանական ՆԱՏՕ են կառուցում Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան նրա ուզում միանա եւ նաեւ Եգիպտոսն է քննարկում միանա թե չմիանա։ Դրա հետ մեկտեղ Իսրայելը Հունաստանի հետ է դաշին կազմում, Կիպրոսի հետ, Հնդկաստանն է շատ ակտիվ հետաքրքրություն այս տարածաշրջանում, թե մեր մոտ, թե Մերձավոր Արևելքում, թե Իսրայելի հետ էլ, այսինքն բազմաթիվ խմորումներ են ու Ամերիկան էլ մի կողմից ոնց որ ինքը ավելի հեռվից է մոտենում, անմիջական իր վրա տարածաշրջանային ոստիկանի դերը ինքը չի վերցնում, բայց փորձում է կառավարի process-ները եւ խնդիրները, հա, Իսրայելի հետ կապված առանձին, մեր կոնֆլիկտը առանձին եւ այլն։ Ոստեղ նաեւ շատ կարեւոր է իհարկե Տրամպի անմիջական ներգրավվածությունը, Տրամպը բազմաթիվ անգամներ նշում է, որ ինքը 8 պատերազմ է կանգնացրել ու 8 խաղաղության process-ները սկսել, կարելի առանձին քննարկել այդ 8 դեպքերը, բայց միանշանակ ամենահաջողված դեպքը մերն է, Հայաստան եւ Ադրբեջանի հետ այս խաղաղության գործընթացն է, Գազայի հետ կապված որոշակի շարժում կա, բայց շատ հեռու են իրանք դեռևս խաղաղության process-ից, այն ինչ որ մեր մոտ գնում է, հա, մենք արդեն փոխադարձ առևտրի մասին ենք խոսում, ճանապարհների մասին ենք խոսում, փոխադարձ շահերը, որ մեզ միացնում են Ադրբեջանի հետ, ավելի մեծ են դառնում, քան թե այն ինչ որ մեզ տարիներով բաժանում էր, էլի, ուստեղ իհարկե TRIP-ի դերը շատ կարևոր է, ու Վենսի գալը անձամբ վստահեցնելու, որ դա Ամերիկայի համար առաջնահերթություն է, որ իրանք ներգրաված են, ու դրանից բացի իհարկե առանձին իրանք գիտեն մեր հեռուստադիտողները, առանձին կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին հրավիրեցին Վաշինգտոն, ունդեղ հանդիպում ունեցավ, այսինքն այդ խումբը 5 պետությունների խումբը առանձին, իրանց հետ ու այդ 5 պետությունները դա նրանք են, որոնք Ռուսաստանի ու Չինաստանի արանքում էին տատանվում, ինչ ուղղությամբ գնան, հիմա պարզվեց գրավիտացիայի նոր կենտրոնն է, որը դեպի արևմուտք, դեպի Ամերիկա է, ու մեր հետ է միավորվել, այսինքն Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս եւ կենտրոնական Ասիա, սա ինչ որ շղթա է երկրների, որտեղ բոլորի հետ էլ շահեր կան, բոլորի հետ էլ առանձին հետաքրքրվածություն կա, բայց իրանց միավորվելով, պարզվում է իրանք բոլորը դառնում են մի շղթայի կարևոր մաս, ու այդ շղթան թե քաղաքական արժեք ունի, թե նաև տնտեսական հեռու գնացող արժեք։
Պարոն Հակոբյան, քանի որ խոսեցիք նաև Իրանից, տեսեք, Ռուսաստանից, հետաքրքիր է այս այցից եւ այս այցի արդյունքներով ձեռք բերված հայտարարություններից, ստորագրումներից հետո ինչ կարելի առհասարակ ակնկալել այս երկրների կողմից, որովհետեւ մենք տեսնում ենք որոշակի անհանգստություն Իրանի կողմից, Ռուսաստանը առնվազն 2 ուրեմն ծրագրերի մասով հայտնել է իր, այսպես ասած, ցանկությունները, այ հետաքրքիր է ինչ սպասել առաջիկայում այս 2 երկրների կողմից։ Գիտեք ինչ, որոշակի ռիսկայնություն կա, թե Իրանի հետ, թե Ռուսաստանի հետ, իրենք երկուսն էլ ունեն իրենց մտահոգությունները, ասենց ասած, Ամերիկայի մուտքի հետ կապված, այս տարածաշրջան երկուսն Ռուսաստան, Ամերիկայի հետ երևի 100 տարի, ասենց հակամարտություն, գլոբալ 2 բևեռներ աշխարհի ու հիմա ինչ որտեղ էլի շարունակվում է, Պարսկաստանը ու Ամերիկանն էլ իրենց 50 տարվա խնդիրները ունեն, ուտեղ պարշի ոնց է լինելու։ Հիմա Պարսկաստանի շուրջ բոլորը համարյա բոլոր երկրներում կամ ամերիկյան ռազմական բազաներ կան, բացի արդեն Հայաստանից եւ Ադրբեջանում էլ չկան ռազմական բազաներ։ Հենց որ դա իրենց մտահոգում է, որ իրենց շրջապակումը կարող է ամփոփ լինի, բայց ոչ ոք երբեք խոսք չի ասել, որ պետք է ամերիկյանցիները պատրաստվում են այստեղ ռազմաբազաներ դնել ընդդեմ Իրանի կամ ռուսական բազայի փոխարինման խնդիր էլ չի դրվում Ամերիկայի կողմից։ Հենց որ մյուս կողմից Ռուսաստանը իհարկե ենթադրում է, որ իրանք միջուկային էներգետիկա եւ խաղաղ միջուկային էներգետիկան իրանք մեր մենաշնորհ ունեցող պարտներն են, իրականությունում պարզվում է տենց չի, դա խոսքը դնում է տնտեսական արժեքի մասին, որ երկիրը ավելի լավ, ավելի ռացիոնալ, ավելի անվտանգ համակարգեր մեզ կարող է առաջարկի ու դրա շուրջը մենք քննարկում ենք։ Կառավարությունը ինձ թվում է ասել է Ամերիկայի հետ, Ռուսաստանի հետ, Հարավային Կորեայի հետ ժամանակին քննարկումներ գնում ու բնական է, այսինքն ամենաժամանակակից առաջարկը ինձ թվում է Ամերիկայից պիտի որ գա ու դրա էլ արդեն մենք պիտի կողմնորոշվենք կախված գնից եւ մյուս բոլոր պարամետրներից։ Մյուս իհարկե ասպեկտը մեր այդ համագործակցության Հայաստանը ոնց որ դառնում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն ու դա շատ կարեւոր է մեր երկարաժամկետ ապագայի համար։ Ուտեղ թե Nvidia-ի ներկայությունը Հայաստանում, AMD, National Instruments, Synopsys բազմաթիվ խոշոր ամերիկյան ճանաչված կազմակերպություններ, բիզնեսներ, որոնք գլոբալ ճանաչված Հայաստանում ունեն շատ ամուր հիմքեր, արմատներ եւ ներկայություն ու դրանց վրա կառուցել թե կիսահաղորդչային արտադրության կենտրոններ, ծրագրավորման համապատասխան հնարավորություններ, որոնք անում են թե Synopsys-ը, թե մյուսները անում են, եւ դրանից նաեւ զարգացնել արհեստական բանականության կենտրոնները տարածաշրջանում առաջինը երևի կամ առաջիններից մեկը մեր մոտ աստեղծում, ասում են ամենախոշորը, հենց որ այդ ամենը շատ կարեւոր փաթեթ է ոչ թե ամերիկացիները հետաքրքրված են դրա համար մենք մեզնից սկսել ենք արժեք ներկայացնել թե տրանզիտային տնտեսական արժեք թե գիտելիքի տեխնոլոգիաների նոր որակային արժեք ու այդ առումով եթե առաջ Ռուսաստանի հետ մեր sense վասալ սուզերեն, հա, հարաբերություններ որոշակի իրանք մեզ պաշտպանում են, մենք իրանք ենթարկում ենք, հիմա մենք պարտներների դերում ենք հանդես գալի, որը ունի ինքնուրույն արժեք այդ հարաբերությունների մեջ։ Պարոն Հակոբյան, հետաքրքիր է օրինակ ատոմակայանի հետ կապված կամ այդ մոդուլային ատոմակայանի հետ կապված Հայաստանի ի վերջո ուրեմն վերջնական ընտրությունը կանգ կառնի ամերիկյան առաջարկի վրա, որովհետև գիտեք այստեղ տարբեր երկրներ են ուրեմն շահագրգիռ հետաքրքրված, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ինձ թվում է տենդենցիան այդ ուղղությամբ է գնում, ասի չեմ կարող կանխատեսել դրա համար գին, որարկ, առաջարկ, անվտանգություն, այդ բոլոր պարամետրները մասնագետներով պետք է հավաքվեն, քննարկեն, բնական է քաղաքական ֆակտորների իր դերը խաղալու են, բայց ի վերջո, չգիտեմ, ռուսական մեքենան վերցրեք, ամերիկյան կամ ճապոնական համեմատեք, որն ավելի լավ որակ առաջարկում, հա, ոնց որ մենք անհատապես վաղուց արդեն ռուսական մեքենա չեն գնում, նույնը բարձր տեխնոլոգիական, չնայած Ռուսաստանը թե Իրանում է կառուցել է կառուցում է Թուրքիայում է կառուցում մի շարք մերձավոր արևելքի երկրներում է փորձել այդ ամենը կառուցել, ասես Ռուսաստանը ունի որոշակի կարողություններ, բայց ինձ թվում է տեխնիկական դրույթներից ելնելով էլ ճիշտ կլինի ամերիկյան ու
Չեմ ուզում իհարկե կանխատեսեմ, քանի որ ինքս ինձ մասնագետ չեմ համարում այդ բնագավառի, բայց հավանականությունը բավականին բարձր եմ տեսնում։ Պարոն Հակոբյան, դուք Թուրքիայի գործոնն էլ զրույցի սկզբում նշեցիք, հետաքրքիր է, օրինակ տեսակետ կա, որ Վենսի այցի կարևոր նպատակներից մեկը, օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է եւ նաեւ կա տեսակետ, որ հաջորդ ամսվանից փաստորեն երրորդ երկրների համար սահմանը կբացվի։ Ինչ կստանա Հայաստանը երրորդ երկրների համար սահմանի բացումից ձեր կարծիքով եւ եթե համամիտ եք արդյոք Միացյալ Նահանգների համար ինչու է սա կարևոր։ Գիտեք, երևի կարելի է երկար պատմությունով հետ գնալ, հիշում եք ժամանակային այդ ֆուտբոլային դիպլոմատիա 2008 թվականի Ամերիկա Հիլարի Քլինտոնը ինչքան էր ներգրաված այդ Հայաստան-Թուրքիա հարաբերություններով եւ այլն, ասես Ամերիկայի համար այդ խնդիրը բավականին ժամանակա օրակարգում էր։ Հիմա հնարավորություններ է հայտնվել Թուրքիայի համար միշտ Արցախի խնդիրներ ոնց որ հիմնական խոչընդոտը իրենք ասում էին ու նաև Ադրբեջանի կողմից համաձայնությունը ըստ երևույթին ամերիկյան կողմից ճնշումը քանի գնում մեծանում է որ խոչընդոտները վերացվել են ոչ մի պատճառ չկա որ չբացվի սահմանը եւ պետքա բացվի այսինքն Վենսը ինձ թվում է Թուրքիա երևի ժամանակը կգա կայցելի բայց Ադրբեջանում խոսակցությունների ժամանակ նաև խոսքը գնա որ իրենք չխոչընդոտեն Թուրքիայի կողմից Ինքը Էրդոգանը ժամանակին հայտարարեց, որ սիմվոլիկ փոփոխություններ արդեն տարվա սկզբին պետք է սպասել, ինչպես դուք ասացիք, այդ երրորդ երկրների մասին է, երրորդ երկրների անձնագրերով, բայց այդ անձնագրերով դա նաև Վրաստանի վարորդներն են կամ ռուսական վարորդները եւ այլն, որոնք կարող են Վրաստանով Հայաստան գալու փոխարեն, որը բոլոր ապրանքների գինը ի վերջո զգալորեն բարձրացնում է, անմիջապես Հայաստան մտնելով դա ինձ թվում է Հայաստանում տնտեսական նաև այսինքն հասարակ մարդու համար այն նույն ապրանքը որ ինքը հիմա առնում է 1000 դրամով կարժենա 800 դրամ եւ այլն այսինքն կա որոշակի հոսք ապրանքների Թուրքիայից Հայաստան եթե երկար այդ խոչընդոտները վերացվի այդ նույն ապրանքները զգալիորեն ավելի էժան կհայտնվեն Հայաստանում ու ասել որ դա ինչ որ քաղաքական կարողա խնդրեմ լինի ես չեմ տեսնում Թուրքիայի հետ sense tense մենք կառուցելու ենք այդ հարաբերությունները խնդիրը մեր կողմից մենք պատրաստ ենք իրենց կողմից էր անընդհատ այդ բարերները հիմա ոնց որ իրենք արդեն չկան բայց ամերիկան իսկապես տարիներով երկար հետևողական ջանքեր ա դրել ու հիմա արդեն մոտենում ենք այդ պահին Տնտեսական բաղադրիչի հետ կապված ուրեմն եւ նաեւ ապրանքները շատ ավելի էժան շուկայում ձեռք բերելու հնարավորություններից խոսեցիք պարոն Հակոբյան օրինակ տնտեսական բաղադրիչը եթե դիտարկենք օրինակ կենտրոնական Ասիայից մասնավորապես Ղազախստանից ու Թուրքմենստանից ինչ ուրեմն կարելի է տեղափոխել միջին միջանցքով ձեր գնահատմամբ այս դաշտում ուրեմն այս առումով ինչ հնարավորություններ են բացվում շուկան որ օրինակ ապրանքատեսակների նկատմամբ կարող է լինել զգայուն Հա Առաջինը բնական է Ղազախստանից այդ թորենի հետ կապված շատ խոսակցություններ եղել բայց նավթը դրա համար նավթը Ղազախստանը բացի Ռուսաստանից ուրիշ ճանապարհ մեկ էլ Կասպիական ծովով Ադրբեջան Վրաստանով, հա, դեպի Սևսով արտահանելու ճանապարհն է, Ղազախական, այսինքն Ղազախստանը ինքը լինելով ծովերից զուտ երկիր, ինքը խնդիր ունի արտահանելու նավթը։ Ղազախստանը կարողություններ ունի մեծացնելու արտահանման ծավալը զգալիորեն, ու եթե ինչ որ տոկոսն էլ դա գա Հայաստան, ինչ որ տոկոսն է Հայաստանի տրիպով անցնի Թուրքիա եւ Եվրոպա եւ այլն, դա իրենք շահում են, մենք էլ ինչ որտեղ որպես տարանցիկ երկիր, մեր տարիֆներ եւ այլն դրանից ենք շահելու։ Թուրքմենստանը իհարկե ունի հսկայական գազի պաշարներ, գազը գալու էսկոմ հիմնական իրենց գազը դեպի Չինաստան է գնում կամ դեպի ռուսական ցանցն է գնում եւ Ռուսաստանը իրանցից շատ էժան է գնում, իրենց համար էլ հնարավորություն ունենալ Կասպից ծովով բերել Հայաստան եւ Հայաստան թե Հայաստանի համար թե մյուս տեղեր դա շատ իրենց համար արժեք ունի, դա համար իրենք ուզում են ընդլայնեն ու դիվերսիֆիկացնեն իրենց շուկաները։ Դա երկրորդը։ Երրորդը Ուզբեկիստանը այսօր շատ արագ եւ դինամիկ զարգացում է ապրում, շատ
մարդիկ երևի չգիտեն, ես ինքս ապրել եմ կենտրոնական Ասիայում էլ մի քանի տարի, մինչև մերձավոր արևելքը ու հետևում եմ։ Ուզբեկիստանը համարվում է ոնց որ այդ տարածաշրջանի Վիետնամը, որը արդյունաբերական, հսկական զարգացում, Հարավային Կորեան է շատ ակտիվ, Չինաստանն է ներդնում, բայց ուզբեկական ապրանքների շատ մեծ բանա ծավալով աճ է տեղի ունենում, Ուզբեկիստանի համար էլ դուրս գալ մեր ճանապարհներով դեպի եվրոպական շուկաներ, բայց դա ինչ որ քանակով թե մեզ մոտ, թե Թուրքիա եւ այլն, դա իրանց համար տնտեսական իմաստ ունեցող կարևոր խնդիրներից մեկն է։ Հենց որ այդ բոլոր երկրները, այսինքն խոսքը Հայաստանը կօգտվի, քանի որ Հայաստանով կսկսեն ապրանքներ, բազմաթիվ տարատեսակ ապրանքներ, հա նավթից, գազից սկսած մինչև արդյունաբերական շատ ապրանքներ, բայց դրանից բացի նաև Հայաստանի միջոցով Թուրքիա, Հայաստանի միջոցով Եվրոպա այդ ճանապարհը սկսի աշխատել։ Իհարկե կա խնդիր այդ միջանցք, որ ասում են, այսօրվա վիճակով դա Ադրբեջան, Վրաստան, Սևսով կամ Թուրքիայով դեպի միջերկրական ծով, այսինքն դա երկու ուղղություն է լինելու, հա, մեկը մեր ճանապարհով, տրիպով, մեկը Վրաստանով շարունակվելու է գնալ, ու մեր ճանապարհը բազմաթիվ մասնակիցների հետ խոսացել եմ, մեր ճանապարհը առավելություններ ունի եւ հնարավոր է որ տրաֆիկը այս ուղղությամբ ավելի մեծ ծավալների հասնի, քան այն ծավալներն է, որ այսօր Վրաստանով գնում են։ Եվ հետաքրքիր է օրինակ պարոն Հակոբյան, մենք տեսնում ենք Վրաստանում նախկին նախագահ, երրորդ նախագահ Սաակաշվիլին է դիմում Դիվենսին այնտեղ նշում եւ օգնում ժողովրդավարություն իրենց երկրում վերականգնելու համար։ Հետաքրքիր է, երբ դուք զրույցի ընթացքում նշում եք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից Վրաստան էին այցելում կամ Ադրբեջան, բայց հետաքրքիր է, որ այս առումով Վրաստանը կարծեք թե դուրս է մղվել այս ամբողջ գործընթացներից։ Ու իսկապես ցավալի է, դրա համար Վրաստանը բավական առաջ էր։ Ասեցի Բուշը այցելեց 2005 թվականին Եվրոպական միության անդամության թեկնածու էր արդեն մի քանի տարի եւ թվում էր ազատ վիզայի կարիք չունեն Եվրոպա գնալու իրանց հնարավորություններ ունեն, շատ բան արվել, հսկական միլիարդավոր ներդրումներ արվել Վրաստանում, հա, Եվրոպան, Ամերիկան եւ այլն ճանապարհներ, ենթակառավարվածներ, կառավարման համակարգեր, բայց հիմա տենց ստացվեց, այսինքն Սիվանիշվիլին, որը ի վերջո ռուսական օլիգարխը, որը իր բիզնեսը եւ միլիարդները Ռուսաստանում են ստեղծվել, որոշակի պարտավորություններ ունի ու կարողացավ իշխանությունը վերցնի ու ինչ որտեղ կառավարում ասերտի քաղաքական ընթացները ու կորցրել է այդ իր տրանզիտային մոնոպոլա, ոնց որ այսինքն նաև քաղաքական է կորցրել, բայց նաև այդ տրանզիտային մոնոպոլան հիմա բոլորը ուզում են այս մեր նոր ճանապարհով գնան, քանի որ չգիտեն Վրաստանով ինչքան եւս կարող են գնալ, բացի տեխնիկական խնդիրներից, կան նաև Վրաստանում որոշակի քաղաքական խնդիրներ, որը իօքուտ մեզած, ոչինչ չեմ ուզում, որ շատ լավ կլիներ Վրաստան ամեն ինչ լավ լինի, բայց հանգամանքները տենց են դասավորվել, որ մեր ճանապարհը, մեր տրանզիտային տրիպային ճանապարհը կարող է շատ ավելի մեծ առավելություններ ձեռք բերի, քան թե այս պահին Վրաստանի հնարավորություններ են տրանզիտային։ Պարոն Հակոբյան, մինչ խոսում ենք թրիփի ընդհանրապես այս կարևոր այցի ուրեմն անհրաժեշտությունից, տեսնում ենք մի հատված բավականին մտահոգ է, փորձագիտական մի հատվածի մասին է, հա, խոսքը կամ ընդդիմադիր մի հատվածի, ուրեմն այստեղ կոնկրետ ուրեմն միջամտություն են տեսնում ինքնիշխանությանը, ներքին գործերին, ընդհանուր մինչև թրիփի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում, ուրանի հանքի նկատմամբ եւ այլն։ Ինչու կա այսպիսի աղմուկ Հայաստանում փորձագիտական, քաղաքական մի հատվածի կողմից եւ քամին որտեղից է փչում։ Գիտեք ինչ, ես ճիշտ ասած իսկական փորձագետների կողմից այդ կարգի մտահոգություն չեմ տեսել։ Կան մարդիկ, որոնք հրճակվել են, իրենց կամ ուրիշները հրճակում են փորձագետ, բայց այդ մարդիկ փորձագետ չեմ անցալում իրենց, հա, մարդը փորձագետ լինելու համար պետք է պրոֆեսիոնալ ընդունված տպագրություններ ունենա, միջազգային որոշակի փորձ ունենա եւ այլն։ Այդ առումով այն մարդիկ, ում ես գնահատում եմ, ում հետաքրությամբ հետևում եմ եւ այլն, հիմնականում դրական են գնահատում ու փաստաթղթերի մեջ էլ կարծեմ ինչ որ մեկը հաշվել էր 16 անգամ Հայաստանի սուվերենության պահպանելու խնդիրներ դրված ու հիմնականում ի վերջո Ամերիկայի երևի ամենամեծ հաջողությունը, որ իրենք կարողացան, այսինքն Ադրբեջանը, որը ուներ այդ ամբիցիաները,
որ Հայաստանում այդ միջանցքը պետք է Իրանով վերցնի, իրենք կարողացան Ամերիկայի միջնորդությամբ դա փոխվեց ոչ թե Ադրբեջանը մեզնից ուժով միջանցքա վերցնում, այլ համատեղ օգտագործում ենք Հայաստանը եւ Ամերիկան, որից Ադրբեջանը օգտվում է իր ապրանքները արտահանելու, այսինքն դա ճանապարհ է իրենց համար, ինչպես բազմաթիվ ուրիշ ճանապարհներ։ Հիմա մեր տարածքներ տրվում է Ամերիկային վարձակալությամբ կտրվի, ինչ պայմաններով կտրվի, ով ինչքան ներդրում կան այդ տրիպի հայտ երկաթգծի ճանապարհի մեջ գնահատում են 350 միլիոն ինստինկտյան ճանապարհն է արժենալու։ Ճանապարհից բացի կան, չգիտեմ, շենքեր, ենթակառուցվածքներ, բազմաթիվ ուրիշ ներդրումներ է պետք է լինի, հնարավոր է մոտ $1 միլիարդ այդ ամենը արժենա միայն երկաթգիծը։ Զուգահեռ ավտոմեքենայի ճանապարհ պետք է լինի, գազատարներ պետք է լինի եւ այլն։ Այդ ամենը, այսինքն կամական երկիր, որը տրանզիտային դեր է սկսում ստանալ, իր միջոցով մյուս բոլոր երկրները սկսում են գնալ, բայց այդտեղ ոչ ոք չի խոսում, որ այդ երկիրը կորցնում է իր սուվերենությունը կամ իր տարածքը ուրիշին է տրվում։ Հիմա կան իհարկե խնդիրներ, Ալիևի այդ նախկին հայտարարությունները, որ մենք պետք է անցնենք նենց, որպեսզի հայկական, չգիտեմ, մաքսավորները կամ ազնագրային ստուգողները մեզ ադրբեջանցիներ չտեսնեն եւ այլն, հիմա ոնց որ վերջերս դրա մասին չի խոսում, որ այդ համաձայնությունների մեջ, որ արտաքին գործերի նախարարները ստորագրեցին, այնտեղ front office, back office, ինչ որ տարբերակներ քննարկվում են, բայց դա ինձ թվում է տեխնիկական խնդիրներ են, որոնք լուծումներ ունեն, այսինքն Հայաստանի սուվերենությունը ոչ ոք չի զրկում Հայաստանը սուվերենությունից, որոշակի պայմաններ են լինելու ու դա քննարկման մանրամասների եւ այլնի process է լինելու։ Այս պահին համենայն դեպս ես մտահոգված չեմ։ Կան հարցեր, որով մտահոգված եմ, ինչքանով այս ամենը տնտեսական առումով եկամտաբեր է լինելու, երբ է եկամտաբեր լինելու, ով է շահույթը, ինչպես եթե լինելու է շահույթը, ինչպես է բաշխվելու, քաղաքական է, դա թե տնտեսական է։ Այդ կարելի է դրա մասին առանձին խոսալ, բայց Հայաստանի սուվերենության հետ կապված անկեղծ իսկապես մտահոգություն չունեմ։ Պարոն Հակոբյան, հատկապես նշվում է, որ գործընկերություն եւ հավասարության դիրքերից ուրեմն հանդես գալու հնարավորություն, ընդհանրապես համագործակցություն, որոնք ամրացնելու են համագործակցություններ կլինեն, որոնք ամրացնեն մեր պետությունը եւ Հայաստանը պետք է խոսի իր շահի դիրքերից, լեզվով եւ գործի ուրեմն հավասարության դիրքերից, որքանով է դա հնարավոր։ Ու ինձ թվում է հնարավոր է, քանի որ շատ հետաքրքիր է, ասեցի արդեն, ոնց որ Ադրբեջանը, ես վերջերս լսում եմ մի քանի ադրբեջանական քաղաքական անալիզ անող, բավական հետաքրքիր անձնավորություններ են, որ խոսում են, մենք հասկանում ենք, որ մեր նավթի պաշարները կամաց սպառվում են, ու մենք պետք է հիմնական դիրքորոշումը, որ իրենք իրենց երկրի համար ուզում են, դա տրանզիտային երկիր դառնալն է։ Այսինքն տրանզիտային էլի կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Թուրքիա, Սևսով եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենց համար դա իր երկրի ոնց որ 5-10 տարվա ապագայի դիրքավորումն է։ Հիմա այդ հարցում մենք ու իրանք բարձրում ընդհանուր շահերը ունենք։ Դες մենք էլ ենք ուզում դիրքավոր։ Մենք ու իհարկե իլրացում տրանզիտային երկրի ունենք նաեւ կիսահաղորդիչներ, ունենք տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, իրենք էլ են դրա մասին խոսում, բայց մենք շատ ավելի առաջ ենք այդ հարցերում։ Հիմա պարզվում է, որ եթե մենք իմ համար նաև մտահոգություն է, եթե Տրամպը դեռևս 3 տարի ունի կամ մի քիչ ավելի քիչ քան 3 տարի, հետո ինչ է լինելու։ Եթե 3 տարվա ընթացքում մենք կարողանանք այդ հարաբերություններն eens կառուցենք, որ մեր ավելի շատ շահեր ունենք, որոնք մեզ միավորում են, քան թե հարցեր, որը մեզ բաժանում է, պատերազմի հավանականությունը 3 տարի հետո էլ այդքան բարձր չի լինի։ Հենց որ կա խնդիր, իհարկե, ու կա պատմություն, որը մենք փորձում ենք փոխել։ Հենց որ այդ առումով ինձ թվում է շատ կարևոր է, որ Ադրբեջանի կողմից էլ Ամերիկայի որոշակի ճնշումը կա այս պահին ու շարունակվում է ու դա շատ լավ է, բայց հետո արդեն ինչ որ պահ այդ ճնշումից այն կողմ ստեղծվում է ընդհանուր շահեր ու այդ ընդհանուր շահերը մեզ սկսում են քայլ առ քայլ միավորել։ Ի վերջո պատմության մեջ հարևան երկրներ ունեցել են Ֆրանսիա, Գերմանիա, կարելի է ասել կամ բազմաթիվ ուրիշ երկրներ, ինչ որ պահից հասկացել են, որ բավական է իրար հետ պատերազմենք, եկեք ընդհանուր
բարեկեցություն, խաղաղություն եւ այլն կառուցենք։ Հիմա նույնը մեր մոտ է։ Մենք հուսով եմ հասել ենք այդ կետին։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, կապ էինք հաստատել Սան Ֆրանցիսկո, զրուցում էինք Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ։